ձեր տեխնատուր գողանալ, որ իշխանափոխություն լինի, հա։ Իսկ միջև այդ խնդիր չկար ավականիում։ Այսինքն կապ չունեք այդ process-ի հետ, պարոն Սիմոնյան, դա է ձեր ասած։ Իսկ հիմա կա։ Այսինքն մի հոգի դե գիտեք ինչ կարող այով չի հիմա ասենք մի հոգի որոշել է իր մանդատը դնի հետո որոշել է հետ վերցնի հա այստեղ ԿՊ-ն կբան ունի կապ չունեք այստեղ падգամավորներ կան Հայաստան Դաշինքից որ դուրս են եկել խմբակցությունից падգամավորներ կան որոնք քաղաքացիական պայմանագրից են դուրս եկել Ինչի՞ ինչ որ մեկը փորձում է Աղազարյանին, Ասլանյանին եւ Գեգամ Նազարյանին մեկը մյուսից գողանալ, չեմ ասում որ падգամավորներ կան որ քաղաքացիական պայմանագրի Վանով դարձան քաղաքական գործիչ, հիմա Հայաստան Դաշինքում են եւ բոլոր տեղերում այդպես բաներ կան։ Հիմա դրա ես հասկանում որ դրա շուրջ ուզում են քաղաքական բան երաշխել։ Կապ չունի քաղաքացիական պայմանագիրը այդ մանդատի վրա, բայց հետո որոշել է որ պետք է մի քանի օր հետո որոշել է ով է այդ մարդը, ով է այդ մարդը, ուզում հասկանամ ով է։ Կարեն Բադալյանը։ Եթե չեմ սխալվում իրանց, եթե չեմ սխալվում իրանց բոլորը իրանց մեջ այդպես բարեկամներ են, չէ՞, իրանց բարեկամներ, չէ՞, եթե չեմ սխալվում։ Բայց ես ինչ եմ անում ուզում եմ։ Կուսակցությունը ձեր քաղաքական թիմը նորից եմ ասում, իմ ասելը այո ոչ կապ չունի որևիցե ձևով, բայց եկեք հələ պատկերացնենք ինչի համար, որի չէ։ Այդպես էլ ինչ որ տարբերակներ միանա, ինչ որ անդամներ միանան ու կարողանաք այնտեղ Հիմա որ գալիս են այդտեղ նամակներ են բաժանում падգամավորներին, ասում են եկեք վարչապետի իմպիչմենտ անենք, իրանք փորձում են ինչ որ մեկին գողանան, հարց այո թե ոչ։ Չէ, գողանալու դուք մի հասկացեք։ Դե ասեմ մենք որևիցե շատ համայնքներում ԿՊ-ն օրինակ ընտրություններում պարտվելուց հետո կարողացել է այդ համայնքում օրինակ Վանաձորը։ Մինչև հիմա ինչ անելով, ինչ ան։ Հասկաց Արկադի Փելեշյանը երրորդ ուժն է, որը որ ձայն է ստացել։ Այդ Արկադի Փելեշյանը տենց ինչ որ տեղից ուղակի օդից հայտնվեց, Վանաձորցիները գնացել քվեարկել են։ Երրորդ ձայնը ստացած մարդը հիմա մի քանի տարի փաստացի ղեկավարում է Վանաձորի համարը։ Դա նորմալ պրակտիկա է պարլամենտական երկրներում եւ նման տրամաբանությամբ կազմվող միավորների մեջ դա նորմալ տրամաբանություն է։ Իսկ այդ ո՞նց է ալնում որ Գյումրիում քիչ ձայն հավաքած տեխնացուն, որը երկու անգամ ավելի քիչ ձայն է հավաքել, մնացածը միացան եւ այսօր քաղաքապետ է։ Բա այդ ըլնումա ներողություն Վանաձորինը չի լինում։ Այդ ո՞նց է տենց։ Այսինքն եթե ձեզ է վերաբերվում, ընդդիմադիրներին է վերաբերվում, այդ բա նորմալ է, չէ, ժողովրդական process, ժողովրդավարական process-ներ է։ Եթե դա կարա վերաբերի իշխանությանը մարդ են գողանում։ Ինչ եղավ։ Իսկ պարոն Չէ, մի րոպե խոսենք վերջացնենք, հա։ Տեսեք, Գյումրիում, օրինակ, երբ որ ընդդիմությունը կոալիցիա է կազմում, ավելի շատ ձայներ է ունենում, քան թե իշխանությունը ընտրում է քաղաքապետ։ Վանաձորում այդպես չի, Վանաձորում մեկ այլ ավելի Այսինքն քաղաքացիական պայմանագիրը եւ Փելեշյանի Դաշինքի իրար հետ ավելի քիչ ձայն ունեն, բայց Դաշինք են կազմում։ Ինչու չեն ընտրում համայնքապետ։ Այդ մարդը մինչև Եղբայր, ես քեզ խնդրում եմ, արի չմտնենք մի դիսկուրսի մեջ, որտեղ դու պարտված ես դուրս գալու։ Որովհետև կրկնում եմ, երբ որ ձեզ է ձեռ տալիս, դա պարզվում է ժողովրդավար գործընթաց, երբ որ ձեռ չի տալիս, դա ինչ որ մեկին գողանում, ոչ մեկին չի գողանում, ես այդ մարդուն չեմ ճանաչում եւ որևիցե կապ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չունի եւ ասեմ ավելին ցանկություն էլ չունի որևիցե կապ ունենալ Գյումրեցին իր ընտրությունը կատարել է մենք Գյումրեցուն թողնում ենք իր ընտրության հետ տեր ենք կանգնում մեր ձայներին եւ շարունակելու ենք աշխատանքները վերջը մենք այնտեղ առաջի տեղն ենք զբաղեցրել եւ շատ աննախադեպ շատ ձայն ենք հավաքել երկու անգամ ավելի շատ քան ընդդիմադիրների երկրորդ, երրորդ տեղը կամ չորրորդ տեղը եւ շարունակում ենք աշխատանքը իսկ Վանաձորի հետ կապված հələ ես շատ խիստ կասկածներ ունեմ որ ձեր նույն Մամիկոն Ասլանյանը մեծ հաճույքով քաղաքացիական նշված ձեր Մամիկոն մեծ հաճույքով քաղաքացիական պայմանագրի հետ չեր աշխատի եւ չեր բանանի այլ հարցը քաղաքացիական պայմանագիրը դրա ցանկությունը ուներ թե չուներ, պարզվում է որ նման ցանկություն իհարկե չի։ Իդեպ իմպիչմենտի հետ կապված 5 падգամավոր պատիվ ունեմից արդեն ստորագրել է այդ փաստաթղթի։ Բա ինչ են կանելու, բա ինչ են քաշվանք, բա հիմա ինչ են կանելու։ Իդեպ 5 падգամավոր արդեն պատիվ ունեմից սկսվել է գործընթացը։ Գործընթացը աննախադեպ մի բան, 4 տարի անց իմպիչմենտ Դաշինքի, ոնց էր, պատիվ ունեմ Դաշինքի, չէի սպասում անկեղծ շատ բան։